Բաքուն շարունակում է մեր Արցախի ռազմաքաղաքական գործիչների եւ ոչ միայն մյուսների գործով շինծու դատական գործընթացները բազմիցս առիթ ունեցել եք անդրադառնալու այս թեմային։ Հիմա մենք նաեւ հետնապատկերում կներկայացնենք նոր լուսանկարները, որոնք տարածում են ադրբեջանցիները։ Սա իրոք ողբերգություն է, սա մեր ամոթն է, սա այնտեղ դատվում ենք մենք։ Խնդրեմ ձեր խոսքը այս մասով եւ գիտեմ մի քանի թեմաները եւս առանձնացրել եք։ Շատ կարևոր հարցադրում է եւ իսկապես մենք պետք է ոչ մի վարքյանք չդադարենք գնահատել իրավիճակը, ուսումնասիրել եւ այդ ամբողջը ահազանգել ու ներկայացնել։ Ինչպես արդեն ոլորտի մասնագետ միջազգային փաստաբաններն են արձանագրում, Ադրբեջանը շարունակում է փակ գաղտնի շինծու դատավարություն կազմակերպել եւ միևնույն ժամանակ արևմուտքին եւ մնացած բոլորին խաբել, թե իրենք պահպանում են Ադրբեջանի սահմանադրությունը, իրենք ուզում են հասնել արդարության։ Առաջին ցուցիչը, որ հստակ է, եւ միջազգային փաստաբաններից Սիրանուշ Սահակյանը արդեն նշել է, որ շուտով նաեւ անուններ են հնչեցվելու, որ բոլոր միջազգային փաստաբաններ, դիտորդներ, ովքեր դիմել են Ադրբեջանի կառավարությանը միջազգային իրավունքի եւ Ադրբեջանի օրենսդրության հիման վրա իրավունք ստանալու, մասնակցել այդ դատավարությանը, նվազագույնը գոնե դիտորդի կարգավիճակով, նրանց մերժել են եւ ոչ միայն մերժել են, այլև թիրախավորել են տարբեր եղանակներով։ Եվ մինչ այս պահը այդ մարդկանց անունները անգամ չեն հնչեցվում, որովհետև փաստաբանները անհանգստանում են, որ ադրբեջանական ավելի որոշակի Ալիևի կողմից ուղղորդված շատ ներկայացուցիչներ կարող են վնասել եւ նրանց դեմ արշավ կազմակերպել։ Այսինքն Ադրբեջանը մինչ այս պահը շարունակում է իրեն դրսևորել որպես միջազգային ահաբեկիչ եւ արդարադատության դեմ հանցագործություն կատարող պետություն։ Դա դարձել է հանցագործ պետություն իրենց նախագահի պատճառով։ Այսինքն թույլ չի տրվում դատավարությանը մասնակցել որևէ այլ ուժի, որևէ անգամ չեզոք դիտորդի, եւ ես նշեմ, որ արդեն փաստ է, որ այդ դատավարությունները փակ են անգամ ադրբեջանական մնացյալ ԶԼՄ-ների առջև։ Ոչ միայն միջազգային ԶԼՄ-ների, դիտորդների կամ առավել եւս փաստաբանների, այլև ադրբեջանական այն մնացյալ բոլոր ԶԼՄ-ների եւ ներկայացուցիչների առջև, որոնք ըստ տրամաբանության պետք է ցանկանային մասնակցել այդ դարի դատավարություն անվանը այսպես հավակնող միջոցառմանը, իրականում դատաստանին, որ կազմակերպել է Իլհամ Ալիևը։ Դուք տեսեք, դատավարությունը տեղի ունենում փակ, այնտեղ միշտ նստած են նույն դեմքերը եւ կադրերի սակավությունը։ Նույն օրը ըստ էության ոչ մի հատված, ոչ մի տեսահոլովակ այդ դատավարությունից չի գալիս։ Պահանջվում է 1-2 օր, որպիսի ըստ երևույթին Ալիևը ստեղծել է այնտեղ համապատասխան արդարադատության կեղծարարության կենտրոն, որտեղ ուսումնասիրվում են խոշորացույցով այն բոլոր հնչած նախադասությունները եւ միայն դատավարությունից 1-2 օր հետո այդ ինֆորմացիաները նույն ձևով մեկ աղբյուրից, դա Ազերթագ գործակալությունն է, միայն իրենք են ստացել իրավունք լուսանկարելու, ընդ որում լուսանկարելու ձայնային ըստ էության հստակ ինչ-որ ուղերձներ լսել այդ հոլովակներից անհնար է։ Ստեղծվել է մի զարհուրելի դատավարություն, որը փաստորեն ակնհայտորեն ուղղորդված է Ալիևի կողմից եւ նրանք բացարձակ ոչ մի անգամ մտադրություն չունեն որևէ արդար միջազգային դատարանին բնորոշ գործառույթ կատարելու։ Եվ մենք շարունակում ենք լռել։ Այս մասին քանի ուղերձ եղավ Ջարեդ Գենսերից, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին, թե ինքը ինչ քայլեր կարող է անել։ Ընդ որում Գենսերը մասնակցել է Իրանում գտնվող ամերիկացի պատանդների եւ ձերբակալվածների այսպես ազատ արձակման դիվանագիտական միջազգային այսպես բանակցությունների գործընթացին, գիտի թե ինչ պետք է անել, երբ կողմերը իրար հետ գտնվում են գերթշնամական այսպես շիկացած հարաբերություններում, ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել։ Ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը։
Ոչինչ։ Այս ընթացքում ես նշեմ նաև, որ մենք միասին շարժմամբ պահանջագիր էինք ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, հրապարակավ դա տարել, ներկայացրել, նշել, թե ինչ քայլեր կարող է անել Հայաստանի Հանրապետության ամբողջ կառավարությունը իր գլխավորությամբ մեր գերիների այդ խոշտանգումները կանխելու եւ այդ արդարադատություն կոչված բաղձալի երևույթին հասնելու համար, որ Ադրբեջանը չկարողանա կեղծ շինծու դատավարության միջոցով անհասկանալի այսպես մեղսագրումներ կատարել, որոնք իրականում խիստ անհասկանալի են։ Ադրբեջանի միակ նպատակը օգտագործել Արցախյան ազատամարտի մեր հերոսներին, նրանց անվան ներքո ներկայացնել ինչ-որ կեղծ հորինովի ստեր ադրբեջանցիների հանդեպ կատարված ցեղասպանությունների, Ադրբեջանին պատկանող նյութական եւ հոգեվոր ժառանգության իբրև վերացման վերաբերյալ։ Այսինքն կա հստակ ծրագիր Հայաստանը, քանի որ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանը արդեն վստահ է, որ այսպես լուծարվել է եւ ինքը այն զավթել է ու դա հավերժ է, ապա նրանց հիմնական նպատակը Հայաստանը ներկայացնել որպես հանցագործ պետություն եւ այս փակ դատաստանից հետո թղթեր ունենալ, այդ թղթերի միջոցով ինչպես են նրանք կեղծ գիտաժողովներ կազմակերպում Վենետիկի Գրիգորյան այդ ինստիտուտում, որ ամբողջ Արցախի քրիստոնեական ժառանգությունը պարզում է հայերի հետ կապ չունի, այն նույն սխեմայով Մեհրիբան Ալիևին Կիրիլը պատրիարքը Սուրբ Օլգայի շքանշան է շնորհում այսպես լուսավորության տարածման կրոնական արժեքների պահպանման համար, նրանց համար կարևորը փաստաթղթերի եւ կեղծ ժամանակագրության փաստագրության ստեղծումն է։ Եվ ահա հրաշալի հասկանալով, թե ինչ ճանապարհով է գնում Իլհամ Ալիևը, Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի անում։ Մեր միջազգային փաստաբանները, իրավաբանները փորձում են աշխատել, բայց երբ դու չունես այսպես պետական աջակցություն, այդ աշխատանքի արդյունավետությունը չափազանց ցածր է լինում։ Եվ ես այսօր պետք է ասեմ, որ Արցախում գտնվող մեր պատանդները պաշտպանում են ըստ էության եւ Արցախի ինքնորոշման իրավունքը եւ իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքը, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության գոյության, ինքնիշխանության եւ անկախության իրավունքը։ Այո, այսօր մեր իշխանությունները թույլ են տալիս, նրանք մերել անվանելը շատ դժվար է, ներկայիս քաղաքացիական պայմանագիր կոչվող վարչախումբը թույլ է տալիս, որ Ադրբեջանում Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար պայքարող գործիչները խոշտանգումների ենթարկվեն եւ նրանց անունից, որովհետեւ մեր հայրենակիցներից ոչ ոք իրեն թույլ չի տա կեղծել Հայաստանի պատմությունը եւ գնալ դավաճանական քայլերի, նրանց անունից կեղծում են պատմությունը, իսկ այդ կեղծում են նրա համար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը եւս ծանրագույն այսպես միջազգային դատական գործընթացների մեջ ներքաշեն եւ իրենք լինելով ահաբեկիչ, մեզ հռչակեն ահաբեկիչ, մեր հանդեպ կիրառեն ռազմավարներ եւ տարբեր միջոցներ։ Հենց հիմա է այն ժամանակը, որի ընթացքում մենք պետք է պահանջենք բացել այդ դատավարությունը։ Եթե Բաքվում գտնվող մեր հայրենակիցները իբրև թե ասում են բաներ, որը հաստատում է այսպես հայկական բանակի կամ Հայաստանի իբրև թե զավթողական կամ չգիտեմ ինչ որ Ադրբեջանին պատկանող հայկական տարածքներում Ադրբեջանին պատկանող հանքային հարստությունների յուրացումը կամ այնտեղ ինչ որ ականների տեղադրումը, Ադրբեջանի չեղած ցեղասպանության, նրանք մրցավազքի մեջ են մտել մեզ հետ, երազում եւ հորինում են ցեղասպանություններ, որովհետեւ գիտեն, որ ցեղասպանությունների փաստը միջազգային ոլորտում այդուհանդերձ ամենահզոր այսպես դատապարտմանն է արժանանում։ Եվ ինչ ենք անում մենք լռում ենք եւ դա չենք բացահայտում։ Այդ դատերը փակ են, որովհետեւ այդ դատերի ընթացքում մեր Բաքվում գտնվող հայրենակիցները բացահայտում են ամբողջ ճշմարտությունը, որ Արցախի Հանրապետությունը բռնազավթված է ապօրինի ահաբեկչական պատերազմի հետևանքով եւ այդ պատերազմը ունի նաեւ ակնհայտ կրոնական երանգ, ուղղված է քրիստոնեության դեմ։
եւ դրա համար այդ դատավարությունները փակ են, որպիսի աշխարհի ոչ մի ժողովուրդ չլսի այդ ճշմարտությունը։ Եվ հիմա ըստ էության մեզ վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա է մնում այդ ծանրագույն պատասխանատվությունը ամենտեղ հնչեցնելու այդ ճշմարտությունը, որ Բաքվի բանտում դատավարություն չի ընթանում, դա շինծու դատաստան է, որովհետև հակառակ դեպքում իրենք պետք է բացեն եւ բոլորին թույլ տան բաց այնտեղ հանդես գալ։ Երբ այդ դատավարությունը բաց դառնա, ակնհայտ կլինի, որ մեր հայրենակիցները ազատագրվելու են, որովհետև նրանք այդ 400 հատորի հասնող այդ բարբաջանքները, որը ներկայացվում են իբրև մեղադրական եզրակացություններ, հոդս կցնդեն։ Ինչպես ասում են, գողին ինչ է պետք մութ գիշեր, եւ ահա այդ մութ գիշերը անլուր դատավարությունների տեսքով մեզ է մատուցում Իլհամ Ալիևը եւ Հայաստանի այն կառավարությունը, որը ոչինչ չի անում, փաստացի ուրեմն ինքը եւս դեմ է Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, հետեւաբար նա չի կարող հավակնել Հայաստանում կառավարություն եւ իշխանություն ներկայացնելու այդ բարձրագույն պատասխանատվությանը եւ կոչմանը։ Հետեւաբար մենք բոլորս հետեւողական ամեն օր պետք է խոսենք դրա մասին։ Դա վերաբերում է նաև ընդդիմադիր падգամավորներին եւ հանրային գործիչներին։ Այս հարցը երբեք չի կարելի մոռացության մատնել, որովհետեւ դա ոչ թե ներկայի եւ անցյալին տրվող գնահատականներն են, այլ դա Հայաստանի իսկ եւ Արցախի ապագան է։ Այսինքն Հայաստան պետության միջազգային եւ իր պայքարի արդարությունը ապացուցելու գործընթացն է։ Եվ պատահական չէ, որ տարբեր առիթներ այս իշխանությունները օգտագործում են հայտարարելու համար, թե Արցախյան հարցը փակված է։ Արցախյան հարցը փակված է ասելով, իրենք փակում են եւ ամբողջ հայկական հարցը, դրա համար էլ սկսում են կասկածի ենթարկել կամ ինչ-որ բանդագուշանքներով պատել ցեղասպանության ամբողջ իրողությունները։ Իսկ Բաքվում գտնվող Իլհամ Ալիևի վարչակազմին ես ուզում եմ հիշեցնել ռուսերեն այդ թեմայի վերաբերյալ ես արդեն խոսել եմ նաև հենց ադրբեջանցիների համար։ Գիտեք, Թուրքիայում Էնվերը, Թալիաթը, Նազիմբեը եւ մնացած բոլոր այդ երիտ թուրքերը եւս կարծում են, որ իրենք անպատիժ են մնալու։ Բայց ես ուզում եմ հիշեցնել 19-ից 21 թվականներին, 1919-ից 1921 թվականին Ստամբուլում կայացած հատուկ ռազմական դատավարությունը երիտ թուրքերի հանդեպ։ Դրա վերաբերյալ մի ծավալուն փաստավավերագրական եզակի կոթողային գործ են գրել, գիտեք, հայտնի նշանավոր ցեղասպանագետ Վահագն Տատրյանը, ազգությամբ հայ եւ ցեղասպանվածների ցեղասպանությունից վերապրածների զարմի ներկայացուցիչ եւ թուրք հայտնի այս վերջին մեր ցեղասպանության տարելիցին 100 տասնամյա այդ հիշատակի օրվա ընդհանրակցումը եւ Եվս այստեղ էր գտնվում նա, Թաներակչյամը եւ Վահագն Տատրյանը գրել են այդ գիրքը «Դատավարություն Ստամբուլում» եւ այնտեղ պետք է նշել, որ ամբողջ հայկական ցեղասպանությունը կազմակերպած այդ վարչախումբը Թալիաթով, Էնվերով, Նազիմով եւ մնացած բոլորով հանդերձ դատապարտվեց հերակակարգով մահապատժի, մենք հետո գիտենք այդ մահապատիժը ով իրականացրեց, բայց այո, Ստամբուլում թուրքական դատարանը, տեսեք, դա 15 թվականին տեղի ունեցան այդ ցեղասպանությունները իրենց ամբողջ շարունակական ալիքներով, 19-ից 21 թվականին դատավարությունը տեղի ունեցավ, իրենց դատապարտեցին մահապատժի, ոմանց երկարատև ազատազրկման եւ աքսորի։ Բաքվի իշխանություններին եւ հատկապես Իլհամ Ալիևին պետք է հիշեցնել, որ Ադրբեջանում ապրող ժողովրդի աշխատանքով ստեղծած այդ գումարներով ինքը ոչ թե գնա եւ գնի կաթոլիկ եկեղեցուն կամ ռուս ուղղափառ եկեղեցուն ինչ որ նվիրատվություններ կատարի, որպիսի դրանց դիմաց ստանա Սուրբ Օլգայի կամ չգիտեմ ում շքանշանները, կեղծ գիտաժողովներ անցկացնի, այլ թող գնա եւ կարդա այդ գիրքը անգլերեն է լույս տեսել, իմ ասած այդ գիրքը, որը կոչվում է Դատավճիռ Ստամբուլում, դատական գործընթացներ կապված հայերի ցեղասպանության հետ,
այդ գիրքը, ինչպես նշեցի, գրել են 1 հայ եւ 1 թուրք միջազգային ոլորտում հայտնի ցեղասպանագետներ եւ հասկանա, որ Բաքվում այո, ի հեճուկս այս կեղծ դատավարության նոր դատավարություն է լինելու, որտեղ նրանք պատասխան են տալու, թե ինչ են արել Արցախում, ինչ են արել Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ամենակարևորը ինչպիսի կեղծարարությամբ են այսօր զբաղվում դատական այդ գործընթացներում։ Գիտեք, դատական գործընթացները ինչ որ պահի կարող են փակ լինել։ Ինչ որ պահի մարդկանց կարող են խոշտանգել եւ ճշմարտությունը փորձել կեղծել, բայց ճշմարտությունը հավետ չի կեղծվում։ Եվ Հայաստանում իրենց դեռևս իշխանություն համարողներն էլ պետք է հասկանան, որ այո, դատավճիռներ հնչում են բոլոր տեղերում։ Եվ հայրենիքի պետության եւ ազգի շահը ուրացողները դրան պատասխան են տալու։ Նաև